Ողջույն, դե ինչ, եկեք պատրաստենք ևս մեկ պահքային համեղ ուտեստ, որի համար անհրաժեշտ է քինոան, որը նախապես 1 օր առաջ թրջել էի, և կարմիր ոսպը նախապես մի փոքր եփված վիճակում բլենդերել միասին։ Չմոռանանք ավելացնել բլենդերի մեջ նաև կես բաժակ գոլ ջուր, ստացվելու է այսպիսի սպիտակ զանգված։ Ավելացնելու ենք նախապես քերիչով անցկացրած գազար և համեմ, դանդաղ խառնում ենք զանգվածը, համեմելու ենք աղով, սև պղպեղով և օրեգանոյով։ Վերջում ավելացնում ենք նաև ալյուրը և խառնում ենք։ Թավան պատում ենք բուսայուղով, լավ տարածում ենք և սկսում պատրաստել մեր բլիթները, այսպես տարածելով։ Թողնում ենք, որ երկու կողմից լավ կարմրի։ Նախապես պատրաստված բանջարեղենը, հազարի տերևներ, լոլիկ, ավոկադո, վարունգ, ինչ որ դուք կցանկանաք պահքի շրջանում օգտագործել։ Այսպես դնում ենք մեր բլիթի վրա, կավելացնենք նաև սերմեր, մեր նախընտրած, և պարզապես վայելում ենք, բարի ախորժակ։